Մարտի 7-ն է, Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքի, օգոստոսի 23 փողոցի, որ շենքներ, 4 շենքում ենք, որտեղ արդեն 2 տարի է, եթե ոչ ավելի, այս կեղտաջուրը հավանաբար կամ կոյուղատարերի վնասման կամ դիտահարի վնասման պատճառով դուրս է գալիս ու ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Բնակիչները նշում են, որ մի քանի անգամ ահազանգել են Կոտայքի մարզպետարան, Աբովյանի քաղաքապետարան, Վիոլա ջուր, սակայն մեկը մեկի վրա է գցում ու չեն ուզում այն որ ոնց որ ժողովուրդը ասում խելքի տան, այս խնդիրը լուծեն, այս գարշահոտ հակասանիտարական վիճակը վերացնեն։ Տեսնում եք բազմաթիվ սննդի օբյեկտներ, դեղատներ, բնակելի շենքեր ու այս վիճակն է։ Անգամ այս ցուրտ եղանակին հոտը զգացվում է մի քանի 100 մետրից։ Վերջին անգամ երբեք դիմել Վիոլա ջուր։ Երևի երկու ամիս է։ Եվ ինչ են պատասխանել։ Ընտրեմ, ես էլ հասել տարածքային կառավարման կառուցնախարարին։ Նաև մարդիկ նաև դիմել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, այնտեղից պատասխանել են մի երկար պատասխան են։ Վերջին տողը կարդանք, տեղեկացնում ենք նաև որ խնդրի կարգավորելու նպատակով ջրային կոմիտեն գրությամբ դիմել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին։ Աբովյան համայնքի ղեկավարը որ մեկը հասցնի, եթե ուզում եք իմանալ Աբովյան համայնքի ղեկավարի գործը չի, սա դրսում է Վիոլա ջրի խնդիրն է։ Իմ տեղեկություններով նույնիսկ մի 5-6 անգամ նույն ձեր նշած Աբովյան համայնքի ղեկավարը Էդուարդ Բաբայանը իր միջոցներով, քաղաքապետարանի միջոցներով հատուկ տեխնիկա են բերել, մաքրել են, հեռացել են, բայց սա վնասված է խողովակը, պիտի սա անպայման անի Վիոլա ջուրը։ Թե ինչա Վիոլա ջուրը կամակորություն ցուցաբերում, չգիտենք, որտեվ դրսում է։ Էսա դիտահորը, այս դիտահորն էլ դրսում տեղադրված է, ուրիշ բան, բնակչի սեփական տան տարածքում լիներ, շենքի նկուղում լիներ, կասենք հա, բնակիչը պիտի անի, բայց այս գարշահոտ վիճակը պիտի վերացնի Վիոլա ջուրը։ Ողջին, իդեպ մարդիկ կանոնավոր վճարումներն է կատարում են, չէ մարդիկ, չէ, մարդիկ վճարումներ կանոնավոր կատարում են։ Եթե մի վարկյան ուշացնում ես, տուգանք է գալիս։ Պլոմբը վերջերս, ջրի պլոմբը մեկի պոկվել էր 54,000 դրամ տուգանք վճարում։ Բա հիմա նա եղանակը սառնա, բայց այդ հոտելի խեղդում է։ Հետո ասում են պայքարե կորոնայի ու տարատեսակ վիրուսների դեմ։ Սա վիրուսը իր ոտի տակով գնում է Վիոլա ջուր։ Սա արի են որ ասում արի քարը փեշիցը թափի, սա ձեր գործն է, մի գցեք ուրիշի ջեբը։ Ինչքան պետք է Աբովյանի քաղաքապետը իր աշխատակազմով ձեր փոխարեն գործ անի։ Հա, գիտեմ, բայց ինչ եմ ասում։ Բա վնասվել է, պետք է գան փոխեն, սարքեն։ Այս շենքից ես Միմի, տարածքայինից էլ են այդ ինչ էին պատասխանել։ Ընկերությունը պատրաստում է գետնովեկման աշխատանքներ, սակայն աշխատանքների իրականացման անհրաժեշտ է ապամոնտաժել կոյուղու վրա կառուցված շինություններից որոշակի հատված։ Թոքանան են։ Բայց դա ապամոնտաժ։ Հա ջրային կոմիտեել են դիմել, հա, այսինքն ջրային կոմիտեել տեղյակ է, էլի։ Շուշ։ Ինչքան համապատասխան կառույցներ կա, մենք ասեցինք անում։ Հիմա այս նկարը։ Մի հանի։ Կթրջվի, մի հանեք։ Այսքան տեղն է, ահա։ Շուֆ։ Անտանելի հոտը։ Շուշ։ Հենա, դիտահորը լծված է, այսի ճիշտ ասում ես, դիտահորի վրա խեն թողել շինություն կառուցեն,
Բայց էսի հնայ։ Անմի վիոլային մեղադրում ենք, բայց վիոլան գա ինչ անի, շինության մեջ լուկի վրայով է տեսել շինություն թույլ տան։ Բարձի թողի վիճակ էլի։ Անմի վիոլան գա ինչ անի ստե վիոլան, ընդ կարա մաքրի, բայց դե հենա նայտես։ Այսի թաքցնում են գնում է թողով։ Ձեզ ով է թողը, այդ ով է թույլ տվություն տվել, դիտարի վրա 15 տարի առաջվա սարքած է։ Այդ 15 տարի առաջ ով է քաղաքապետը։ Դրան պետք է գտնես, ասես դարի քուեփած բորշիկ էր։ Վիոլային ենք մեղադրում, բայց ինձ վիոլան գա ինչ անի։ Քարի շինությունը լուկի վրա քարի շինությունա թույլ տվություն տվել։ Կամ տվելա կամ անօրինական սարքել են տիրություն չեն արել։ Ստեղ ահագինել բնակիչներ կան։ Մի քանի անգամ է բնակիչներն ասին դուք եք իրար հետ համատեղ մաքրել։ Օրը մեջ մաքրում ենք, որ տելեֆոն բանը գալի լցվում, արդեն խցանվում այն, տեսեք, այդ կետաջրերը մի ինչ է, եմ շենքի կա բանը գնում։ Վերջին անգամ դերեք չնություն։